Բարի օր, հարգելի ունգընտիրներ, վանացայն են հաջելի ժամեր ձեր բոլորին, ինչպես նաև խաղաղ, ուրախ, հանգիստ օր եւ մայիս 28-ն շնորհավոր։ Վանացայն են սիրելիներ, այժմ ցեզ յետենք հadouk հարցասրույցով եւ մեր զրուցակիցն է Լիբանանահայ այժմ Հայաստան ապրող սիրելիներ, ուրեմն Լիբանանահայ հարազանոթ արվեստագետ Երգահան Սերուժ Բաղդասարյանը։ Բարև Սերուժ։ Բարև, բարև։ Ինչպես ես։ Լավ եմ, դու ինչպես ես, Հուրի։ Պարկասը, պարկասը։ Ուրախ ենք, որ այս հանդիպումին արիթ եղավ, թեև գանուխ է եւ մենք կխոստանանք մեր ունգընտիրներուն օրին մինչ այդ անգամ եւս պիտի անդրադառնանք։ Խոսքը անշուշտ կվերապերի The Epic Sound of Armenia ելույթին, հովանավորությամբ համասկային ուսանողական հավաքին, Սերուժ Բաղդասարյանը սիրելներ եւ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը ֆորումի 30-ամյակին արիթով կներկայացնեն The Epic Sound of Armenia Հայաստանի ցուցազներկական ցայնը 22 հուլիսին Գարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր Երևան։ Հիմա մենք ելույթը երբ որ արդեն նկարները տարածվեցան ընկերային ցանցի վրա, դու մեր ուրախությունը պիտի տեսներ եւ հբարտությունը, որ անունդ այսպիսի ասենք այս մագարտակի ցերնարգի հետ կապված է։ Մեզի այսպես ամփոփ կերպով ներկայացուր պատմությունը, ինչպես այս խաղապարը իրականության վերածվեցավ եւ գործակցություններու մասին անդրադառնանք։ Անպայման։ Ասեմ որ շատ կսպասեի որ ես ազվարյանները աս հարցազրույցին որը ասելիք շատ բան կա։ Ուրեմն ինքը միան համերգին վերնակիրը սիմֆոնիկ ֆոլք է, բուն վերնակիրը եւ երկրորդական tagline որ գսեն կամ փաթադրությունն է The Epic Sound of Armenian, որ քիչ մասան կբացատրե ինչ է symphonic folk-ը մի քանի բառով։ Ինքը քաղաքապարը կրնամսել 10-12 տարի առաջ արդեն իմ միտքիս մեջ կար նոր բան չէ, Երազմն է բայց ուրեմն։ այո, եւ այդ օրերուն քիչ մը դարբեր ոճի երաժշտություններ գնեի, կարծեմ ծանոթ եք արդեն ավելի էլեկտրոնիկ ցայներով ուրիշ քիչ մը դարբեր բաներ գնեի, բայց նորեն հայկական, այսինքն չէ փոխված առաջին օրեն մինչև հիմա հիմքը մնացած է հայկական մեր երաժշտությունները երգերը վերամշակված։ Բայց ժամանակի ընթացքին ուզեցի փոխել ավելի դժվար բանի մնետվիլ, որովհետև դեսա որ էլեկտրոնիկը atkan որ կդարածվի գոր, atkan որ մարդ կա շատ ավելի թյուրին ձևով կրնաս այդ էլեկտրոնիկ երաժշտությունները մեջտեղ բերել, քան թե սիմֆոնիկը, որ լման ուրիշ դարբեր չսեմ մագարտակ, բայց շատ ավելի Տարբեր աստիճանի է, challenging այսինքն, է։ այո։ Քիչ մ ավելի So դժվար, ուզեցի ավելի քիչ մարդահրավերներով լեցուն, այո։ ավելի դժվարին երթալ եւ բամը որ չի գա ամենակարևորը դա է որովհետեւ էլեկտրոնիկը անգամ որ շատ ցավ դուդուգով այդ հայկական բաներով որ շատ լավ է թողելա թող դարածվի բայց ես հոն այլևս ասի պետք է բամանեմ որ նոր է ուրեմն սկսա հետաքրքրվել ինչ կա բագաս եւ ինչ կսիրեմ ես ամենակարևորը ոչ թե որ ինչն է տրենդը եւ ադոր հետևիմ ադի չէ իմ բանս նվադագս ուրեմն ես ալ այն ժամանակ, այսինքն այն ժամանակ ասելով մոտ 6 տարվա խոսք է ասի, շատ կսիրեի ֆիլմի երաժշտություններ, խաղի երաժշտություններ, գեյմեր եւ այլն, եւ атկան որ շատ մդիկ կնեի ամեն օր ուզեցի ես նոր բան մեջտեղ բերել, որ հայկական երաժշտությունը խառնել նոր ձևով ներկայացնել հայկական այդ ֆիլմի ստայլ ցայները եւ քիչ մը մոդern ձևով նոր ձևերով ոչ թե որ այդ Նորարարական ձևերով, classical այո։ ոճով այո եւ աս կապարով մեջտեղ է առաջինը որ երի մոդավոր 6 տարի ավարտեն Daredevils of Sassoon-ներ որ Երխուշտան է արդեն այդ մեկը որ երի եւ համացանցի վրա տարածեցի տեսա որ ինչքան ժողովուրդը լավ Լավ ակնկալեց եւ ընդունելություն լավ կտավ, այո։ դրամատուրգներով, լավ կոմենտներով, դարբեր շեր եւ այլն տեսա որ ճիշտ ճամփուն վրան եմ եւ շարունակեցի 2019-ին էր որ
առաջին անգամ լալով այդ համարձակությունը ունեցա եւ email գրեցի բարոն Սմպատյանին, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբի ֆաունդերն է, Հիմնադիրը։ հիմնա վրան եկավ COVID-ը եւ Լիբանանի բادرազմը եւ Հայաստանի բادرազմը եւ ասանք քիչ մը փանգար հոն ամեն ինչ քիչ մը թանթարեցավ, գեցավ, ընթացքը ամեն ինչ բնականաբար պլանները քիչ մը կփոխվին եւ բայց լման չի սարեցավ, այսինքն ես հատ ընթացքին կաշխատեի որ արդեն իմ գարելիության սահմաններովս թե որ դրամատրությունները լավ չէր, բայց ընթացքի մեջ էր։ Ուրեմն հատ մի քանի դարին մինչև հասանք անցյալ դարի գրեթե ծրագիր ամբողջացուցի մոտավոր 1 ժամնոց եւ քիչ մը ծրագիր եւ հոն որոշեցի, որ իդ պետք է շարունակեմ ծրագիրը, իդ email-ները սկսա ղրգել, գաբերը հաստատել եւ այդ ցևով սկսանք շարունակել եւ գամած մեջտեղ բերել ծրագիրը։ Ընդհանուր ասե բանը, ասենք ամփոփումը, որ Այո, խաղապարը ինչպես սկսավ եւ ինչպես սկսանք այո։ Իսկ անունը The Epic Sound ձեռնարկել։ of Armenia Հայաստանի ցույցած ներկական ցայնը քու որոշումը Այո, դեր անունը այսպես լա արդյոք գրնաս մեզի ներկայացնել նաև որ ինչպես պիտի լասկեն հատված երաժշտություններ են եւ ֆիլհարմոնիկ նվագախումբի հետ ինչպես եղավ գործակցությունը ադոր մասին ալ խոսենք։ okay, վերնակիրը երկու բաժին է, ինչպես որ symphonic folk-ը փուն վերնակիրն է, Այո, ադի իրենց կողմի խնդրեցին, որ ավելցնենք, որովհետև իրենք տարին մի քանի ցերնարգներ գնեն, որ կգոչեն օրինակ symphonic rock, symphonic Jackson, symphonic jazz եւ այլն, ասենք մի քանի բաներ որ գխառնեն ասելով symphonic-ը եւ ժանրը կամ ովևէ բան, ադորամար բահեցինք symphonic folk-ը որ ներկայացնե մեր հայկական folk երգերը, մյուզիկները եւ The Epic Sound of Armenian ադի իմ խաղապարս էր, որ մի քանի բարերով բացատրենք ինչ է symphonic folk-ը, որ մեջ անպայման Արմենիա բարը լինի, որտեվ հայկական է, ոչ թե որ ուրիշ ասկիմը folk երգերն են եւ epic բարենալ ուզեցի անպայման նշել, որովհետեւ epic-ը կներկայացնե երաժշտության դեսագը, որովհետև ինքը այդ ժանր սինեմատիկ ժանր է էպիկը։ ինքը officially ժանրը չէ, բայց sub ասենք Ենթա այսինքն ժանրը է։ անանք բամը, հա, այսինքն չի գա official ձևով epic բան, բայց մարդիկ կսեն epic, որովհետև ինքը այդ ուժեղ զորավոր ցայն ունի, Այո, ադորամալ հնչեղություն ունի։ այո, այո համագործակցությունը ինչպես եղավ, ինչպես որ ասի 2019-ին email գրեցի, նամակ գրեցի եւ որովհետև թրական էր պատասխանը, Այո, ուրեմն ինչպես կորցակցեց արհեդերդին, այսինքն ինչպես կնեք, իրենք փամը կբադրաստեն, դու փամը կբադրաստես, ասես մեզի քիչ մանրամասնություններ դուրա դիմաս։ շատ լավ։ Շատ հետաքրքրական բաներ կա, հիմա գամած պիտի սկսեմ համացանցի վրա կարճ վիդեոներ թնել, որ ավելի բացատրեմ տեսանյութերով, բայց ասեմ ամենակարևոր բաժիններեն մեկը, որ ամենաերկար աշխատանքը եւ կարևոր բաժինն էր, նոտագրությունն էր։ Այսինքն ես ամեն մեկ երաժշտությունը որ գնեմ, ես նոտ չեմ գրեր, իմ բանս չի ադի, իմ ասենք ես պարզապես լսելով այդ բոլոր arrangement-ները գնեմ, մեր հին հայկական երգերը իմ ձևովս կվերամշակեմ, բայց այսպիսի կորձ մնելու համար պետք է մեկը բանն է, ամեն մեկ սիմֆոնիկ նվագախումբի բաժինի համար նոտագրությունները են, այսինքն չուտագի բաժինները, որ բաժնված են 4 բաժինի, ամեն մեկ բաժինը ինչ պիտի նվագե, ուր ինչ պիտի նվագե, brass section, փողային section, drums-ները, տմբուկները,
բոլոր ասպաժինները woodwinds woodwinds-ը ասենք փողայինն է Այո, եւ ամեն մեկի համար պետք է քրվի իր բաժինը, ուր ինչ պիտի նվագե, ինչպես պիտի նվագե, ճիշտ։ զորավոր դեպք եւ այլն։ Ասի ամենադժվար եւ երկար աշխատանքներ, որ արդեն 3-4 տարի է գամած ընթացքի մեջ էր, տակավին լման չվեցած, բայց 85% կսեմ գրնամսել վեճացած է։ Հոսալ գուզեմ Մարտին Ունդիխանյանի շնորհակալություն հայտնել, որովհետև կարծեմ առանց իրեն դժվար էր, որս համերգին հասնեինք ինքն է որ այդ կորձողությունը գնեգոր տարիներ շատ համբերադարձեվով ուրեմն ադի մեկ մեծ բաժին մնե հիմա ատկեզად անշուշտ շատ բաներ կան որ քետնի վրա օրինակ դեղը ապահովել ցայնը լույսը որ բավական հսկայական բաժիններ են նորեն փորձերը դակավին չեն սկսած փորձերը ընդհանրապես վերջին շաբաթներու ընթացքին պիտի լան ինչպես որ իրենց բոլոր համերգները որովհետև իրենք professional նվագողներ են եւ երբ որ նոթերը երաժիշտներուն արժև տնես, արդեն իրենք շատ արագ ձևով հասկանան ուր ինչ պիտի նվագեն։ Ուրեմն մի քանի փորձ կլա վերջին շաբաթները, այնպես չէ որ ամիսներով փորձ կլա, ինչպես որ ես կգարձեի եւ ամեն մարդ կգարձե։ Բայց առընթացքին շատ աշխատանքներ կա, ինչպես որսի թե օրինակ ցանոթման աշխատանքները, լույսի ցայնի այդ սարքավորումներու, որտեղ ես պետք է գրեթե ամեն ինչի գարձիկը ստամ, ի վերջո պատկերացում ունեմ, որ ը, այսպես թողելա, այդպես թող չլա, այդ բաներն աղա, որ ամեն ինչին պետք է քիչ թե շատ հասնիմ, գարձիկը ստամ, բավական դժվար երկար գործ է։ Ասկեզատ նաև գուզեմ ավելցնել, որ երկու երգչախումբ մեզ պիտի միանա, եւ մեկ հատը Երևանի Պետական կամերային երգչախումբն է, իսկ մյուսը Կամերտոն վոկալի ստուդիա անունով երգչախումբն է, որ փոքրիկներ են, 5 տարեկան են մինչև կարծեմ 10 տարեկան։ So մեծերու երգչախումբ ունենք եւ փոքրերու երգչախումբ ունենք։ Մեծերը անշուշտ տարիքով մեծ եւ շատ ը, ասենք ուժեղ զորավոր ցայնով երգչախումբն է։ Ը, Իրարու նույնիսկ միասին պիտի երգեն կարգ մտեղեր։ Ադի շատ կարծեմ հետաքրական պիտի լատ բաժինը ինձ համար Հստակ։ նորություն։ Ամեն ինչ նորություն է ինձ համար, բայց մանավանդ այդ բաժինը։ Այո։ Շատ լավ, Ա, խանդավառութեն է անգախ նաև պետք է ասել, որ բավական պատասխանատու գործ է ասիգա։ Եվ դեղի ընդրությունն ալ ադալ ասենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը այսօր վայր մնե, ուր այսպիսի մեծ մակարդակի ցերնակներ դեղի կունենան երկհանտեսներ կամ նվագահանտեսներ, ինչ որ է։ Այսինքն դեղը, վայրը, համագործակցությունը եւ նաև ժողովրդին սպասում ասենք բավական այսպես բարտավորություն բերցնող, այսի բարտավորությունն է, չէ՞։ Եվ լուրջ գործ է, այսինքն այո, քութունք ասպարեզիտ մեջ այդ արիներու ընթացքին շատ մը ստեղծագործություններ կատարած, բայց ասի կգարձեմ քո ասպարեզիտ մեջ անգյունաթարցային շրջան մնե։ Իմ անձնական կարծիքս է, քու սկացումներ կուզեմ գիտնալ այդ մասին։ լման դարբեր բամեն է ասում եկել, լման, այսինքն ինչ որ ես 10-15 տարի եկնեմ ամենը մեկ կողմ, ասի լրիվ ուրիշ Այո, կողմ, բայց ինչպես որսի երազմն է, բայց ոչ ասի բամենը որ միան անձնական կորձ մը չէ, Ա, կուզեմ ամենուն միշտ շեշտել ասել, որ իմ անձնական երկերս չեն ասում, մեր բոլորին չէ, երկերն են, որ այո, ես վերամշակած եմ այո, մեկ նպատակով, վերագենտանացուցած ես, այո, այո, մեկ նպատակով, որ թե նոր սերունդը գրծածի շապ եդ մոդեցնեմ իմ ոճովս կոնե, մեր երաժշտություններուն, եւ ինչու՞ չէ ծանոթացնել համայն աշխարհին, որ այս ոճով թերևս քիչ մ ավելի հետաքրքրական կդառնա իրենց, քան թե ը, սովորական classical ցևով լսեն այդ երաժշտությունը կամ երգը։ Ադի իմ ամենակարևոր նպատակներս մեկն է։
Այո, Սերուժ, պիտի ասեի, որ լրջության իմաստով ինչ է կարծիքդ, այսինքն որքան պատասխանատվություն կսկաս եւ որքան խանդավառության գողքին նաեւ այսպես ոչ թե մտահոգություն, բայց գա այդ այսպես սպասման վարգյանները, որ ինչպես պիտի լինի, ինչպես որովհետեւ յուրաքանչյուր արվեստագետի, այսինքն երկունքի գնա, զավակ բերելու գնամանի, այսինքն ճիշտ Այո, այո, այսինքն այո, խորհրդանշական իմաստով անշուշտ չեմ ասել, որ իսկին սիմվոլիկլի ադիսել գուսեմ, որ ադոր շատ գնամանի յուրաքանչյուր արվեստագետի համար։ խանդավառության չափանիշը ասենք բան անցած է, կարմիր գիզը անցած է, բայց կարծեմ որևէ մեկ երաժիշտ արվեստագետ, որևէ տեսակ արվեստագետ, ոչ թե միայն երաժշտության հետ կապված, ըսածս պիտի հասկանա, Հմ, որ երբ որ ասենք մեծ գործի մը գնեցվիս, որ մը կարտնաս ասես ես ինչ ինչ շուր ըրի։ գլխուս Ինչ հասկան պերի մեծ ես։ փորձանքների հաջորդ տարը կարտնաս սկսես որ շատ ուրախ ես, շատ Հմ, կսպասես որ աշխույժ, այ, անհամբեր։ ասուջես ասպիտնեմ անբիտնեմ անբիտնեմ հաջորդ տարը իդ ասենք բանի ես Ելևէջներով լեցուն դարաբես արվեստագետներու շատ խառնվածքին մաս կգազմեադի։ շատ որովհետև իրական շատ ընելիք կա եւ չես պատկերացնել որ որքան դժվար շատ երկար գործ է եւ գրեթե ամեն ինչ մինագս գնեմ որ ը, ինչին հասնիմ չեմ գիտեր վրան ասենք իմ անձնական գործը սալգա որ ադալ քիչմը բան գնե ինձ քիչմը իդ կփերը աշխատանքներեն ստիպված եմ ադալ մեկ կոմեննելու Ցո բավական այո բավական լուրջ գործ է եւ խնդիրը որ խնդիր չէ բայց չեմ գիտեր ինչպես պիտի լսվի Դեր փորձը ասենք վերջին շաբաթներուն որ գլա հոն է որ պիտի Ճիշտ։ լսեմ ինչպես բոլորը որ միասին կան այսինքն ունենք հայկական կորզիկները ունենք 75 հոգինոց ը, օրկեստրի խումբը մոտ 10 հատ կորզիկներ հայկական երկու հատ հավանաբար ը, երկով լա եւ մոտավոր 30-40 հատ երկու երգչախումբները աս բոլորը երբ որ մեկտեղ կան եւ ես անշուշտ բոլորն իսկ որ մեկտեղ կանք ը, չեմ գիտեր ինչ պիտի Ինչպես պիտի լա լա, այո։ Գարժե այդ օրը կովդ լալ եւ լսել եւ տեմ արտահայտություններ դեսը։ Գարժե վիդեո պատրաստես, առաջին փորձ պիտի ինեմ ինչպես պիտի լա, այո անպայման։ անպայման պիտի ինեմ Այո, առաջին փորձ, այսպես այո անգամ լսես հարցումից Եվ լավ պատասխանատու ճանչնալով քեզ, գիտեմ, որ վերջին մինչև վերջին վական դու փոփոխություններ պիտի ունես։ Ասալ ընեմ, այսպես ընեմ, լավ ճանչնալով քեզ գիտեմ, որ այդ մինչև վերջին վարյան, որովհետեւ արավելակուն գադարիալ կորց կսիրես ներկայացնել։ Դիգայալ գհոգնեցնե նաև արվեստակեդը եւ որովհետեւ դու պատասխանատվության գիտակցություն ունիս, որ դու որևէ բան չես կրնալ ներկայացնել այսօր ժողովրդին եւ ադիգա քեզի համար պատասխանատվություն ադալ հոգնեցող երևույթ է, չէ՞։ շատ մեծ պատասխանատվություն է նաև ինչու որովհետև հավատա Թուրքսեն ուրիշ երկիները շատ մարդ կա գուքագոր ասամերիկը դիտելու նույնիսկ կանադային Հասկաց։ ամերիկային լիբանանեն իրաքեն մարդիկ ինձ կգրեն ծանոթներ եւ անծանոթներ որ համերիկին համար մենք որոշեցինք այդ տվականին կալ կամ թիկետին իրենց տոմսերուն տվականները փոխեցին կամ նույնիսկ քալումնություն էին եւ հիմա որոշեցին քան թե համերգը դիտեն թե ալ քիչ Հայաստանը վայելեն ադորամար շատ շատ մեծ քիչ վախնարիկ ցևով պատասխանատվություն կա որ at մեգուգես ժամը ասենք շատ ոչ թե լավեն ավելի լավին լավը Ճիշտ։ անցնի որովհետեւ ամեն մարդ ըսկա որ իսկապես արժեց ներգա լալը բայց ես կգարձեմ կասկած չունեմ որ ամեն ինչ շատ լավ ցևով պիտի ընթանա որովհետեւ pedagogan սիմֆոնիկ նվագախումբը արդեն իրենք ասկան դարվա փորձառություն ունին, շատ պրոֆեսիոնալ են, շատ ը, ոչ միան տասական համերգներ գնեն, այլ գնեն նաև, ասենք, ինչպես որ քիչ առաջ նշեցի, սիմֆոնիկ ռոք, սիմֆոնիկ ջաքսոն եւ իրենք քիչ թե շատ վարժեն աս նորացև ելույթներուն։ Հմ, Ադորամար կարծեմ լավ ցերկերու մեջ եմ արդեն։
Շատ լավ։ Սերուշ խոսին քիչմը այս օրվա, այս օրերու երաժշտության մասին։ Խոսքի սկիզբը գսեիր, որ այս օրերուն ամեն մարդ երաժիշտ է, մենք արմիշտ գս։ Ամեն մարդ երաժիշտ կդառնա, ամեն մարդ բարող է, ամեն մարդ քաղաքագետ է, ամեն մարդ արվեստագետ է, ամեն մարդ այսօր ամեն ինչ կրնա անել, որովհետև ընկերային ցանցի եւ նաեւ artificial intelligence AI-ը արհեստական բանականությունը շատ բաներու կօգնե։ Բայց ասի Այո։ չնշանակեր, որ այսօրվան արվեստագետները մենք պետք է թերակնահատեն կամ որովհետև գոկտակորձեն այն ինչ որ նորություններ այսինքն ինչ որ արեստակիրությունը գնցեր է կամ այսպես գդրամատրե իրենց այո գոկտակորձեն բայց այդ բոլորի մեջ նաև գա ստեղծագործական միտք գա հոգին արվեստագետին գա շունչը արվեստագետին այսօր երբ որ ժողովրդին պիտի բացատրենք եւ այսպես սահման մտնենք քիծ մգա չէ հոն չես կնալ ասել այո գնալ այդ երաժշտությունը computerized համագարկչային բան մը պատրաստես եւ գդրամատրես ժողովրդին երկու օր մտիկ կնե երրորդ օրը կգործվի գերտա ինչպես որ հիմա կա երկերը մեկ ամիս երկու ամիս տրենդ կլան կվերջանա բայց այսօրվան արվեստագետի մանավանդ քեզի պես երիտասարդ արվեստագետին համար ուր գկծվի սահմանը որ ասի իմ ստեղծագործական միտքս է բայց ես այո օգտագործեցի նաև ընձերված ինձ համար նորությունները արեստագիտության բարիկները Շատ լավ։ Ինքը AI-ի մասին է կարծեմ ավելի հարցումդ։ կամ այո AI կամ համագարկիչին կամ ինչ որ ունենք այսօր մեր ձեռքերում մեջ իբրև զենք օգտագործելի tool ավելի ճիշտ tools ավելի կորձիկ այո Okay, հիմա AI-ի նյութը կարծեմ շատ կարևոր նյութ մնե մանավանդ ասորերուն։ Հիմա այո օրինակ ինձի համար շատ մեծ առավելություններ է շատ բաներով գոքնե ինձի օրինակ առաջ ես երբ որ ամեն մեկ երգը որ պիտի ներկայացնեի YouTube-ի վրա կամ որևէ տեղ օրերով ժամերով պիտի նստեի եւ պիտի մտածեի որ ինչ պիտի լա նկարը այդ երգին եւ բավական ծանր աշխատանք էր որ քիչ մը գշեղեր իմ ասենք ստեղծագործությունից at ստեղծագործական վարքյաններ է չէ որ այսինքն փոխանակ ես նստիմ ավելի ժամանակ տրամադրեմ երաժշտության, պիտի նստեի at մտածեի ինչ պիտի քրեմ դագը, մ ինչ նկար պիտի ստեղծեմ մ եւ այլն եւ այլն։ Օրերով, ժամերով, նույնիսկ կրնար ադիկա ամիսներ ուշացնել կորձս։ մ Ուրեմն հիմա օրինակ հիմա հարցը լուծված է։ մ հաբա Քրելով վարյանական նկարները կստանանք եւ AI-ի գնդրես միջոցով։ շատ արագ Եթե չհավնեցա, քիչ մը բարերը կփոխեմ եւ այլն, մինչեւ որ ստանամ ուզածս։ So այդ բանը շատ գոքն է։ Հիմա ամեն բանի մեջ AI արդեն իր դեղ ունի, նույնիսկ երաժշտության մեջ կրնաս քիչ թե շատ երաժշտություն ստեղծել AI-ի բանով, բայց շատ արագ հայտնի կնա արդեն ով որ քիչ մը կհասկանա երաժշտությունը վստահ կսկա որ AI generated course մնա ասում եկը բայց ադի քեզի խաղապարներով կրնա օգնել պայման չէ որ այդ AI-ի երաժշտությունը եղածուն պես վերցնես եւ օգտագործես չէ կրնալ օրինակ մը դամ ես ամենավերջին մուսալեր դապկեին մեջ դերմը ռոք գիտարներով եւ թմբուկներով բաժին մգա այո Ադի ես կբարդիմ AI-ին, ինչու որև AI-ն ասի որ մեկ հատ աս երկը ար այդ ժամանակ թե ռոք չէի մեջը բանրած օգտագործած ասի ռոքի վերածեց եւ դեսա որ շատ վայելած է եւ ես ադի չօգտագործես ես միան գարջ խաղապար մներ որ մեկտեղ օգտագործեցի եւ լրիվ ես սկիզբեն վերա մշակեցի այդ բաժինը եւ բավական լավ եղավ դասանք բաներով գարտեն ես սխալ չեմ գտնել AI-ը օգտագործել ճիշտ անշուշտ ձևով բայց ոչ թե եղածում ես առնել եւ նույնիսկ այդ նկարները որս ես կօգտագործեմ վրան անպայման Photoshop-ով հետո քիչ մը հայկական բան մը կմտցնեմ այո որ շունչը նման հայկական եղածումս այո ինչպես որ է արած դրած չլամ կոնե մ բստիկ իմ բանս ներդրումը սրածելամ իսկ քալով միս հարցումի համագարկիչի բանով ես 90% կորձը կարծեմ ամեն համագարկիչով է այդ ցայները բաները որ գնեմ բոլորը virtual instrument-ներ գսեն այսինքն արցանց virtual գործիքներ են այո որ հսկա աշխարհն է այո այո հազարավոր ցևերը կան բաները կան library-ին
library, այսինքն տարբեր ցայներ կա, որ տուն գնդրես եւ Ճիշտ, գրնաս օգտագործել, օգտագործել։ օրինակ հազար տեսակ չուտակ կա, այլ քու բանը դեհոն, որ մեկ Հմ, չուտակը պիտի տեսակը պիտի օգտագործես, ամեն մեկը զատ ընկերությունը հրած է, որ քու ասենք ստեղծագործությունը ավելի հարմարի։ Առանց ասունց առանց աս համագարկիչի պրոգրամներուն եւ այլն գարզեմ մեկը շատ դժվար որ այս օրերուն երաժշտությունը ստեղծեր, բայց ես միշտ նաև լայվ կորզիկներ կոն ամեն մի երկի մեջ մեկ հատ լայվ բան մը գտնեմ, լա ցայն, լա դուդուգա զուրնա շվին մանավանդ երբ որ հայկական կորզիկներուն կա, երբեք չեմ օգտագործեր այդ բادرաստ ցայները, միշտ լայվ ցայնակրել գուդամ Հայաստանի մեջ կամ պոևեդեղ, որովհետեւ այդ Սպիրուկովը բանը դե ինչու պիտի առնես։ Ամեն ինչ շատ կովդ կա։ ճիշտ։ Բայց նույնիսկ արի ամեն մարդ չներ գուզեն խնայողություն ունել եւ Ճիշտ է։ չվճարել եւ այդ կեղծ ցայներով բամը Հմ, մեջտեղ բերել, բայց այդ ինձի համար արդեն շատ մեծ սխալ է։ այո։ Գիտես, այդ բծախնդրությունը կարևոր է գործի մեջ եւ հոն է հաջողության գաղտնիքը, չէ՞, Սերուժ։ Շատ ճիշտ, շատ ճիշտ։ Շատ բստիկ ասենք մանրամասն բաներ կա, որ ամեն մարդ դերևս նկատի չառներ, բայց դեղին իր արժեքը գարձեմ կստանա։ Այո, վստահաբար։ Շատ լավ, վերադառնալով The Epic Sound of Armenia Հայաստանի ցուցած ներկական ցայնը ելույթին, որ տեղի պիտի ունենա 22 հուլիս 2025-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր Երևան, մենք վստահաբար հուլիսին անգամ եւս պիտի հանդիպինք Սերուժ, որովհետեւ այդ օրերուն վստահաբար առաջին փորձերը երբ որ ունես, մեզի վիդեոները ղրգես, մենք անգամ եւս պիտի զրուցենք հետդ եւ խոսենք նախապատրաստական աշխատանքներուն եւ կուսկացումներուդ մասին։ Մենք մեր հաղորդումը պիտի փակենք, կուզեմ տունալ քու խոսքդ ասես այս իմաստով վանացայինի ունգընտիրներուն, ագընտիրներուն, որ այսօրվան աշխարհի մեջ, այսօրվան դաղդգալի աշխարհի մեջ երկն ու երաժշտությունը մեծ դեր ունի, նաև մշակույթը։ Մենք այսօր սպիրկի մեջ կապրինք, տուն սպիրկը հայ դղա ես, գիտես ինչ կնշանակե օդար երկրի մեջ ծնիլ, մեծնալ, բայց բահել մշակույթը ու ավանդություններդ եւ ադոնք են որ կբահեն քեզ հայ։ Այսօր տուն իբրև հայ երիտասարդ արվեստագետ, ինչ պիտի ասես նոր սերունդի երիտասարդներուն, որոնք ընդհանրապես դարված են օդար երաժշտությամբ, օդար մշակույթով։ Եվ դու ինչպես կբացատրես այդ ասենք երևույթը եւ ինչպես կքաչալերես որ հայ մշակույթի բաղբանումով է որ մենք միայն ու միայն պիտի մնանք հայ։ Շատ լավ։ Նախ առաջ որ փակենք ուզեմ շնորհակալություն հայտնել Վանացայինի իր աջակցությամբ Պետք չունես։ Մենք միշտ կողքի դենք, հպարտ համար։ ենք քեզմով։ Իսկապես չմերժեցիք եւ շատ լավ ծևով արդեն Միշտ կդարազեք կողքի դենք, միշտ համակի կողքի։ մասին։ Շատ շնորհակալ եմ։ Երկրորդ նաև կուզեմ շատ մեծ շնորհակալություն հայտնել համասկայնի եւ ֆորումի այս տարի որ 30-ամյակը պիտի նշենք համերգի ընթացքին գուզեմ ասել որ միակն են որ ուղագի հավատացին խաղապարիս եւ իմ այս համերգի ծրագրին եւ առաջին օրեն աջակցեցան ինձի եւ այդ երկու բաները չմոռնամ եւ հետո անցնեմ քու հարցումիդ կարծեմ ամեն մեկը իր ցեղով այսօր պետք է փորձե ներդրում անել հայկական մշակույթին ամեն մեկը իր գարելիությամբ բայց պետք է անե այսինքն մեկը գրնա երկով անել մեկը երաժշտությամբ մեկը չգիտեմ ինչ ցեղով Ամեն բայց տեսակ, այ։ նույնիսկ երբ որ երաժշտության կանք ամեն մեկը իր ժանրով կրնա տարբեր միջավայրներ հասնել ես այս ծևով մույսը ռապով մույսը փոփով մույսը ամեն մեկ այդ ստայլով կրնա տարբեր միջավայրի կամ ունգընտիրներու հասնել եւ աս խոսքը չեմ հիշեր որ ով ասած է բայց կարևոր է մի սպասեք ծեր հայրենիքը բան մտածեցի թուք Դուք պիտի հայրենիքին տաք։ բան մտածեք Անշուշտ։ կարծեմ շատ կարևոր եւ հետաքրքրական խոսք մնե որ շատ քիչերը ադիգա հասկանան կուքան Հայաստան եւ կսկսին քանքադելու որ գիտես քանքադով լեցուն բայց Այ, իրենք
Հոնտիմացը փանը Պամը չեն պիտի մեր չնեն։ չեն ել որ Հայաստանին, որ ամենամեծ սխալն է։ Ամեն մեկը իր ծևով, եթե մշակույթին կամ իր հայրենիքին փորձե օգտակար դառնալ փոքր ծևով, կարծեմ արդեն մենք շատ զորավոր եւ մեծ բան արած կլանք։ So ես կհավատամ անհատական բստիկ կորձերուն եւ ամեն մեկը իր ծևով հասցնե մեր ցայնը ոչ միայն հայերուն, այլ լման աշխարհին։ Շատ լավ, շնորհակալություն։ Մենք մայիս 28-ի է, շնորհավոր մայիս 28 Սերուժ, վստահաբար մայիս 28-ի արդյոք մենք արդեն ամեն օր, այսինքն անբաճար ամեն օր կու երաժշտության հետ բաժիններ անպայման գանցնի կսպրենք մեր գայանեն, բայց մայիս 28-ի արիտով հաստատ ավելիով գանցնի կու Այո, այդ վաղն արդեն նոր այո, երաժշտություն այդ արտիվ ճիշտ։ այդտեն բաղը կտեսնիք։ Շատ լավ, ուրեմն ադալ կսկսենք անցնելու եւ հաջողություն պիտի մաղթենք քեզ, իսկապես մենք կբարդենք քեզ մով, ճիշտ է գրնալ ատուն հայրենիքի մեջ մենք լիփանանի մեջ, բայց ադի չնշանակե որ մենք բնավ, այսինքն պիտի չանդրադառնանք կամ պիտի չխոսենք ընդհանրակը կխոստանանք ինչպեսի հուլիսին անգամ եւս կապվիլ եւ նորություններու մասին իմանալ։ Վարձ կդկադար եւ հաջողություն քեզի։ Շատ շնորհակալ եմ, բարի օր։ Հարկելի ունգընթիրներ եւ ագընթիրներ մեր զրուցակիցն է Լիբանանահայ արվեստագետ Երկահան Սերուժ Բաղդասարյանը։ Շնորհակալություն ձեր ունգընտրության եւ բոլոր անոնց, որոնք հետևեցան մեր հաղորդումին Վանացայինի Facebook-ի էջով։ Անգամ եւս մայիս 28-ին շնորհավոր սիրելիներ, մնացեք միշտ Վանացայինի ունգընթիր ցեզ յեդեր հուրին, ցտեսություն։